Պարոն Խզմալյան, խոսենք ձեր նպատակների մասին ազգային ժողովի առաջ ցույցին մասնակցելու։ Որն է։ Նպատակները երկուսն են։ Մեկը գրված է պաստառների վրա։ Մենք բողոքում ենք ռուսական հերթական բարձրաստիճան պաշտոնյայի այցին դեմ։ Մենք ցույց ենք տալիս, որ 2 ամիս առաջ այս նույն ազգային ժողովը քվեարկել է օրենք Եվրամիությանը անդամակցելու օգտին եւ 2 ամսից ավել ոչ մի քայլ չի արվում, կառավարությունը հայտ չի ուղարկում եւ քիչ է դա դեռ հպարտ հայտարարում է դա, ինչպես արեց Լավրովի կողքին կանգնած արտգործնախարար Միրզոյանը։ Երեք մենք տեղեկացանք, որ ԵԱՏՄ-ից Հայաստանը ստանում է կրկնակի քիչ փող կամ փոխանցում է։ Դա ֆինանսների նախարարի հայտարարություններ, այսինքն ինչ է կատարվում, ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում այս կառավարությունը։ Այսինքն այդ բոլոր խնդիրները ձեզ միավորել են եւ բերել են ազգային ժողովի բակ այսօր։ Ոչ միայն այս խնդիրները, մեր պետությունը չի կայացել, որովհետեւ մնում է ռուսական գաղութ։ Եվ կառավարությունը, որը դա կամ չի գիտակցում կամ տաքսնում է սեփական ժողովրդից եւ չի էլ խոստովանում դա աշխարհին, իրավունք չունի ներկայացնել հայ ժողովրդին։ Տեսեք, դուք ասում եք Հայաստանը ռուսական գաղութ, ինչով է վտանգի տակ դնում Հայաստանի քաղաքականությունը, թեկուզ միջազգային քաղաքականությունը Մատվենկոյի այցը։ Մատվենկոյի այցը եւս մի խարան է, եւս մի փորձ է ցույց տալու այստեղ տերը։ Դա արվել էր Լավրովի կողմից նրա այցի ժամանակ, դա արվում է եւ հիմա։ Սա ընդամենը խորհրդանիշներ են, բայց պետական քաղաքականությունը խորհրդանիշներով է առաջնորդվում, այդպես որ մենք հասկանում ենք ինչի համար է գալիս Մատվիենկոն, սա այց է ցույց տալու համար, թե ով է տերը այս երկրում։ Ռուսաստանն է տերը այսինքն։ Արդյոք դա պարզ չէ։ Ռուսական երկու ֆրակցիաները գործում են ազգային ժողովում։ Ներողություն, ստացվում է ով գալիս է Հայաստան արտասահմանից, Հայաստանի տերն է, թե դա մենակ Ռուսաստանին է վերաբերվում։ Ես կարծում եմ 20 թվականի պատերազմից եւ 23 թվականի Արցախի հայաթափումից հետո գոնովրագրողների մոտ նման ռետորական հարցեր չպետք է առաջանան։ Ոչ, երբ որ այստեղ եկել էր Ֆրանսիայի արտգործնախարարը, մենք չենք վախենում, որ Ֆրանսիան գաղութացնում է Հայաստանին։ Ֆրանսիան փրկում է Հայաստանին։ Ֆրանսիայի ներկայությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգների քաղաքական կամքը դեռևս թույլ չեն տալիս Սյունիքը գրավեն ռուս-թուրքական դաշինքին։ Ինչը մենք գիտակցում ենք եւ ինչը ուզում ենք հասնել մեր ժողովրդին։